Երեկ Արմավիրի բանտում պետական դավաճանության գործով կալանավորված Թորոս Թորոսյանը, որը հացադուլի մեջ է գտնվում, ինքնասպանության փորձ է կատարել։ Վերջինիս կյանքը հաջողվել է փրկել բանտում հսկողություն իրականացնող ծառայողների կողմից։ Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից մեզ հաստատեցին տեղեկությունը, նշելով. օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձը կատարել է ինքնասպանության փորձ, ինչը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից։ Դեպքից օրեր առաջ կալանավորված Թորոս Թորոսյանը խնդրել էր բարձրաձայնել իր խնդիրը եւ նշում էր, որ հայտնվել է ծուղակում, ինչի համար պետք է 15 տարվա ազատազրկման չդատապարտվեր։ Արդյունքում վերջինս հացադուլ էր հայտարարել եւ փորձել ինքնասպան լինել, ինչը կանխվել է քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից։ Հիմն տեղը մեղադրում են ազգի դավաճանության մեջ ու տարի 4 ամիս է ինձ այստեղ պահում են։ Ինձ մի հատ աղջիկ տենց գրել է բան արել, ես իրան գնացել եմ դիմել մեր կակեպեի պետին, ասես ինձ գրում են, անեք իմ հեռախոսես, էլ ամեն ինչը։ Մի հատ բռնեցեք, որ ինչ չգրի ես սրանից։ Տենց հիմնական աշխատանք չունեի, բայց ասենք ոնց որ բան կարելի երկրապահով բանով բարձրանում էին մեր պոստերը։ Եվ ինչ էր տեղ ունենում, աղջիկը գրում էր ձեզ, ինչ էր հարցնում, ինչ տեղեկություններ էր ուզում իմանալ։ Պոստեր, մոստերի, տեխնիկայի, բանի դες բաներ։ 24 թվին ա եղել, բայց ես բռնել եմ 25 թվին։ 24 թվին որ եղել է, ես գնացել եմ մեր կակեպեի պետին դիմել որպես ռայոն։ Կարող է մի ամիս բարձրանայի դրանց էլ մեր գրուպեն, մի ամիս գնար, մի ամիս չգնար, հիմնական գործ չէր, էլի ասենք էլի աշխատանք չէր։ Երբ որ պոստերում մարչելնում նոր մեզ կանչում էին բարձրացնում։ Դուք երբ որ ձեր մարզային իրավապահ մարմիններին դիմեցիք, իրենք ինչ ասեցին ձեզ։ Ինձ ասեցին գնա լավ կլինի, գնա կզանգեմ կգաս, մի անգամ զանգեցի չպատասխանեց, մի անգամ է գնացի, տեղում չէր, մի քանի անգամ զանգեցի, էլի չպատասխանեց, մի օր է զանգեցի, համարս բլոկել էր։ Ու տենց ասի երևի ինչ-որ բան արել է, էլի ու ոչի բան չի արել, դրանից հետո ես զբաղվել եմ իմ անձնական խնդիրներով, ասենք ընկերուհի նշանվել բան, ապրիլի 7-ին նշանվել եմ, ապրիլի 9-ին բռնել են։ Ես տենց եմ մտածում, որ ամեկ իրեն պաշտոնը բարձրացնելու համար ինձ փակեցի։ Իր անունը Նելի էր, բայց ոնց որ այդ բանը որ Telegram-ում գրած էր, անուն չկար, 3 հատ կետ էր դրա, բայց ես ոչի բան ընդհանրապես չեմ տվել։ Քարտեզ մարտեզ էր ուզում, բան էր ուզում, ես ոչի բան ընդհանրապես չեմ տվել, ոչի բան։ Ոնց որ սիրային կապ ա եղել սկզբից, հետո որ սկսեց այս բաներ հարցնել, ինքը ինձ ասեց ես բանից եմ, Գորիսից տոլի խափանից եմ, Բուսաստան եմ ապրում, բանսեն։ Տարի 4 ամիս աստեի եմ։ Վերաքննիչը տված այս ամսի 6-ին է վերաքննիչից դատնա։ 15 տարի ազատազրկել են, ամեն տեղի ինձ սպանում են այստեղ։ Կամերայով խոսացել եմ, հենց որ ասեմ հետ հանդիպել եմ, չէ, ինքը ինձ ասեց Ռուսաստան եմ ապրում, ամառները գալիս եմ գնում։ Նորմալ հայերեն խոսում էր, բայց ես չեմ պատկերացնում, այլ երկրի եթերն են, նրա բանը խոսելա ձևը вообще ուրիշ է։